I'm sorry about my poor Armenian, so it will be in English. I promise you that next time it will be in Armenian. Well, it is my honor to stand with you here today. When I met first time a few months ago, the team, the leaders, I found ambitious team with a strong belief, with a vision to make Armenia safer, better and stronger. For me, it was enough to join the team. Բարև ձեզ, ես ներողություն եմ խնդրում, որ հայերեն չեմ խոսելու եմ անգլերեն, խոստանում եմ, որ իմ հաջորդ ելույթը կլինի հայերեն։ Ես հանդիպեցի այս ուժեղ թիմին մի քանի ամիս առաջ, եւ տեսնելով այն ուժը, որ կա, այն հավակնությունները եւ այն ծրագիրը, որը ներկայացնում էր թիմը, ես միանգամից հասկացա, որ կարող եմ նրանց միանալ։ Ինձ համար, տիկնայք եւ պարոնայք, սա բավարար էր թիմին միանալու համար։ We are living in a very dynamic geopolitical environment. Instability, interest leading our decisions. Country today build again borders. They broke the borders a few decades ago, and today they are building the borders. So it creates a lot of challenges, but it creates at the same time a lot of opportunities. Պարզ է, որ այսօր ապրում ենք մի աշխարհ քաղաքական իրավիճակում, որտեղ մարտահրավերները բազում են եւ շատ բարդ։ Պարզ է նաեւ, որ անդադ փոփոխվող իրավիճակ է տեղի ունենում, հարափոփող մի իրավիճակ, եւ այս առումով մենք տեսնում ենք, որ կա նաեւ սահմանների շարժ, տարածաշրջանում կա պայթյունավտանգ իրավիճակ։ Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք։ We will take these challenges and make our plan, our future, our reality. Modernization, technology, innovation, they are the values that we will provide for our army, for our armed forces, for our future, for our people. Սակայն մենք կդիմակայենք այդ մարտահրավերներին, այդ մարտահրավերներին կպատասխանենք այն նորարարությամբ, որ կատարելու ենք, այն աշխատանքով, որ տանելու ենք, այն լուծումներով, որ ներկայացվում են, եւ կկարողանանք հավուր պատշաճի դիմակայել այս մարտահրավերներին, որոնք ծառանում են մեր առջև։ The national security strategy, it's our compass. It's not just a paper or documents. It's a compass that will lead our activities, will lead our decisions. It will create our way for a better and stronger Armenia. Ազգային անվտանգության ծրագիրը մեզ համար կողմնացույց է, որով որ մենք առաջնորդվելու ենք։ Սա պարզապես փաստաթղթերի մի կույտ չէ, այլ իրական կողմնացույց, որով առաջնորդվելու ենք մեր որոշումներում, մեր գործողություններում, այնպես անելով, որ Հայաստանի զինված ուժերը լինեն ավելի ուժեղ։ I've brought with me more than 3 decades of a military career. I know what does it mean to protect your land, to defend your people. You know it as well. Ես 3 տասնամյակից ավել եղել եմ զինված ուժերում։ Ես գիտեմ, ինչ ասել է պաշտպանել ձեր ժողովրդին, պաշտպանել ձեր հողը, եւ դուք նույնպես դա գիտեք։ We are facing today with a lot of threats. They are changing. They are challenging our doctrine, our concept, our deployment, our borders. Our main goal is to be one step before the others. Այսօր շատ են այդ մարտահրավերները, որոնք ծառանում են մեր առջև, շատ են սպառնալիքները, եւ մենք գիտենք ինչ պետք է անել այդ սպառնալիքներին դիմակայելու համար, ինչ տեղակայում պետք է ունենալ, ինչպեսին պետք է լինեն մեր զինված ուժերը, եւ ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի Հայաստանում զինված ուժերը լինեն հնարավորինս ուժեղ։ The national security strategy, it's a multi-pillar concept. Economy, educational, healthcare, foreign strategy, security, and more. We need to work simultaneously about all these pillars. This is the only way to be effective, to be efficient. Ազգային անվտանգության ծրագիրը սոսկ անվտանգությունից չէ, որ բաղկացած է, այն շատ բազմաբաղադրիչ է, ներառում է այնպիսի հիմնասյուներ, հենասյուներ, ինչպիսիք են կրթությունը, բուն անվտանգությունը,
ինչպիսին են ճիշտ որոշումները, որոնք որ կայացվում են հիմնվելով այս հիմնասյուների վրա, եւ մենք դա քաջ գիտակցում ենք։ One of the main trends that's affect and impacts all of us, it's the new aerial threats, drones, UAVs, missiles. You know it, I know it. What does it mean? How can we make it better? How can we make it safer? How can we protect our borders? As Artur mentioned before, we will change our mindset, how to protect the borders, how to bring more technology, how to bring more sophisticated system. Quality versus quantity. Ինչպես արդեն ասվել է եւ ինչպես դուք գիտեք, մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ նոր սպառնալիքներ կան։ Այս նոր սպառնալիքները նոր տեխնոլոգիաների տեսքով են ներթափանցում։ Դրանք են ATS-ները, նոր հրթիռները, տարատեսակ տեխնոլոգիական զարգացումները, որոնց պետք է դիմակայել։ Եվ ինչ է սա նշանակում ձեզ համար։ Ինչ է սա նշանակում, դուք գիտեք, ես գիտեմ, մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենամ։ Արդեն պարոն Արթուրը ինչպես նշեց, շատ կարևոր է նաև փոխել մտածելակերպը, որպեսզի մենք կարողանանք դիմակայել, որպեսզի կարողանանք մշակել մի համակարգ, որը թույլ կտա պաշտպանությունը դարձնել ամենաբարձր մակարդակի։ The national security strategy is to promise our next generation, to promise our kids, to promise the hope of our nation and our state. It's not a slogan. We are working in the last few weeks and months to prepare a practical program that's make it reality in the day after the election. Ազգային անվտանգության ծրագիրը մեզ համար, եկող սերունդների համար, մեր երեխաների համար շատ կարևոր ծրագիր է։ Սա պարզապես թուղթ չէ եւ վերջին մի քանի շաբաթների, մի քանի ամիսների ընթացքում մենք անդուլ աշխատանք ենք դարել, որպեսզի այս ամենը հնարավորինս իրականանալի լինի եւ որպեսզի լինեն այն դրույթները, որոնք որ թույլ կտան ուժեղացնել պաշտպանությունը եւ թույլ կտան ստանալ այն ուժեղ զինված ուժերը, որոնք մենք միտված ենք։ National security is each of us, our family, our community, our cities, our towns. National security requires strong leadership. That will lead our decisions. Ազգային անվտանգությունը մեզանից յուրաքանչյուրն է։ Ազգային անվտանգությունը պահանջում է, որպեսզի լինի ուժեղ առաջնորդություն, որպեսզի դա լինի իրականություն եւ որպեսզի հնարավոր լինի կատարել եւ իրականացնել ճիշտ որոշումներ։ Սրանք այն որոշումներն են, որոնք որ կապված են յուրաքանչյուր մարդու կյանքի հետ, որոնք որ ազդելու են մեր ապագայի վրա եւ այն ուղեցին են, որով պետք է առաջնորդվենք։ I do believe in our team. I do believe in our leadership. I do believe that we have the opportunity to change our life. Strong peace comes with power, not with weakness. Ես հավատում եմ մեր թիմին, ես հավատում եմ մեր առաջնորդությանը, մեր ղեկավարությանը, ես հավատում եմ ծրագրին, որը մենք մշակել ենք, եւ ուզում եմ ասել, որ սա պարզապես կարգախոս չէ։ Ուժեղ խաղաղությունը գալիս է այն ուժեղ աշխատանքից, որը որ տարվում է։ Strong defense deter the others. Be strong. It's the only way to survive. It's the only way to improve yourself. It's the only way to live in this environment. Ուժեղ պաշտպանվածությունը թույլ է տալիս մնացածներին զսպել իրենց ուժը։ Եվ այսպիսով սա թույլ է տալիս մեզ կերտել ուժեղ ապրելավոճ, որովհետև ապրելու միակ տարբերակը ուժեղ լինելն է։ We have 81 days. It's short time, but we can make it. Together, stronger, safer, and better. Good luck.